2026 թվականի ջրամատակարարման նոր գրաֆիկի հրապարակումը լուրջ դարձական առաջացրեց հանրության շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ մի շարք հասցեներ ու մարտերագրվեցին ժամերի կրճատումներ։ Իրավիճակի վերաբերյալ նույն օրում տարբեր դիրքորոշումներ հրապարակեցին թե Վիոլետ ջուրընկերությունը, թե կառավարությունը իդեմս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության։ Նախ ընկերությունը հղում անելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N378N որոշմանը հիշեցնում է, որ յուրաքանչյուր տարի պարտավոր է հրապարակել հաջորդ տարվա ջրամատակարարման հասցեական գրաֆիկը։ Այդ պահանջը սահմանված է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայության մատուցման կանոններով, որոնք հաստատվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Ընկերության պարզաբանմանը համաձայն գրաֆիկը կարող է տարվա ընթացքում փոխվել սեզոնային եւ տեխնիկական պատճառներով։ Ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է շուրջ 24%-ով։ Տասնյակ հազարավոր նոր բաժանորդների միացումը ավելացրել է համակարգի ծանրաբեռնվածությունը։ Գիշերային սահմանափակումները միտված են ջրի կորուստների նվազեցմանը եւ ցերեկային ժամերին կայուն մատակարարման ապահովմանը։ Բացի այդ, նշվում է, որ կառավարության իդեմս Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի հետ ձեռք բերած պայմանավորվածությամբ ներդրումային ծրագրերի ծավալը զգալիորեն ավելացել է։ Ընկերությունը պնդում է, որ վարձակալության պայմանագրի շրջանակում որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել։ Միևնույն ժամանակ իրավիճակն այլընթաց ստացավ այն բանից հետո, երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հայտարարեց, որ կառավարության միջամտությամբ ժամանակացույցի փոփոխություն չի լինելու։ Նախարարի գրառմանը համաձայն հրապարակված գրաֆիկը գնահատվել է խնդրահարույց։ Օպերատիվ խորհրդակցություն է հրավիրվել շահագրգիռ կառույցների մասնակցությամբ, որոշվել է կասեցնել նոր ժամանակացույցի գործողությունը։ Առաջիկա 2 շաբաթում իրականացնելու են լրացուցիչ ուսումնասիրություններ եւ կհրապարակվի 2024 եւ 2025 թվականների համեմատ բարելավված գրաֆիկ։ Խուդատյանը նաեւ շեշտել է վերջին տարիներին իրականացված եռապատկված ծավալով կապիտալ աշխատանքները եւ նոր ջրաղբյուրների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները, փաստարկելով, որ ենթակառուցվածքային բարելավումը պետք է արտացոլվեն նաեւ մատակարարման ռեժիմում։ Ստեղծված իրավիճակում նկատվում է հակասություն օպերատորի տեխնիկական գնահատականների եւ կառավարության քաղաքական դիրքորոշման միջեւ։ Վիոլետ ջուրը խոսում է ջրային ռեսուրսների նվազման եւ համակարգի սահմանափակ հնարավորությունների մասին։ Կառավարությունը հայտարարում է, որ իրականացված ներդրումները թույլ են տալիս պահպանել կամ բարելավել գործող ռեժիմը։ Այսպիսով հարցը տեղափոխվում է ոչ միայն տեխնիկական, այլ նաեւ կառավարման եւ վերահսկողության դաշտ։ Եթե ներդրումները եռապատկվել են, ապա ինչու է առաջացել ջրամատակարարման ժամերի կրճատման անհրաժեշտություն։ Իսկ եթե ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է, ապա որքանով են այդ ներդրումներն արդեն տվել շոշափելի արդյունք։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Զվարթնոց միջազգային օդանավակայանն արժանացել է Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների 2 անվանակարգերում՝ լավագույն օդանավակայան Եվրոպայում եւ ամենանվիրված անձնակազմ։ Այս մասին հայտնում են Զվարթնոց օդանավակայանից։ Այս մրցանակը ուղևորների սպասարկման եւ փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ եւ անմիջական գնահատականների հիման վրա ստանդարտացված հարցումների միջոցով։ Զվարթնոց միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5-ից 15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել են 39 օդանավակայաններ Եվրոպայից։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում։ Վարչապետ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում։ Նիկոլ Փաշինյանը ամրոց-թանգարանի տնօրեն Մալգորժատա Օմիլանովսկայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցասրահներով, որտեղ ներկայացված են եղել թագավորական սենյակների, Լեհաստանի թագավորների անձնական իրերի հավաքածուները, կտավներ եւ այլ եվրոպական արվեստի գործեր։ Ցուցասրահներից մեկում ներկայացված է եղել նաեւ Թերեզա Սահակյան հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը բաց կլինի առաջիկա 2 ամիսների ընթացքում։ Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել թագավորական ամրոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել է Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա եւ խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին ընդունված համատեղ հռչակագրի ստորագրմամբ։ Վարչապետի խոսքով առանց ԱՄՆ նախագահի մասնակցության, անձնական ներգրավվածության եւ նախաձեռնության խաղաղության գործընթացն անորոշ կլիներ եւ միանշանակ է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը եւ մասնակցությունը շատ կարեւոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության համար։ Այնուհետև վարչապետը պատասխանել է Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք համատեղ հռչակագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին եւ այդ հռչակագրով մեր երկրների միջև խաղաղություն հաստատվեց։ Ինչ խոսք նախքան հռչակագրի ընդունումը մեր երկրների արտաքին գործերի նախարարները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԱՄՆ-ի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Գիտեք, շատ կարևոր է նշել, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հիմնված է Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Հանրապետության պալատում գտնվող Լեհաստանի ազգային գրադարան։ Տնօրեն Տոմաշ Մակովսկիի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գրադարանի ժառանգությանը։ Ազգային գրադարանում մշտական ցուցադրության է ներկայացված Սկևրայի ավետարանը 1197 թվականի Մագաղաթե ձեռագիր մատյանը, որի նկարազարդումները պատկանում են Գրիգոր Սկևրացունից գրքի պատվիրատուն է եղել Ներսես Լամբրոնացին։ Ըստ ձեռագրի հիշատակարանի այն ստեղծվել է հայոց թվագրությամբ 647 թվականին, այսինքն 1198-1199 թվականներին Ռուբինյանների տոհմից թագավոր Լևոն Այի եւ կաթողիկոս Գրիգոր Զ. Ապիրատի իշխանության ժամանակ։ Նշվել է, որ 97 թվականին ավետարանի հայկական ինքնությունը հաստատելուց եւ անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո ձեռագիրը փոխանցվել է Լեհաստանում հայկական ծեսի հավատացյալների օրդինարիոսին կարդինալ Յոզեֆ Գլեմպին։ 2006 թվականին Լեհ arczepiskopos Պրիմաս Գլեմպը արձագանքելով լեհահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքին ազգային գրադարանի տնօրենի հետ ստորագրել է համաձայնագիր, որի համաձայն ավետարանը տրամադրվել է ի պահ գրադարանին եւ ներկայումս ներկայացված է ցուցադրության։ Լեհաստանի ազգային գրադարանում ներկայացված է նաեւ հայկական պատմական ժառանգությունը ներկայացնող այլ ցուցանմուշներ։ Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեհաստան կատարած պաշտոնական այցի նպատակներին եւ ակնկալիքներին, ընդգծելով Հայաստանի եւ Լեհաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման եւ համագործակցության ընդլայնման կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության առաջնահերթությունները, խոսելով խաղաղության օրակարգի առաջ մղման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։ Վարչապետը նաև անդրադարձել է իրական Հայաստան գաղափարախոսությանը, ներկայացնելով հիմնական սկզբունքները։ Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-Լեհաստան համագործակցության հեռանկարներին եւ այլ արդիական թեմաների։
Վովա Հակոբյանը այն եզակի պացիենտներից է, ում բախտ է վիճակվել ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում։ Շտապ վիրահատության ցուցումն անմիջապես ի կատար է ածվել։ Ցավում էր, բայց նենց ցավեր էր, որ չէի կասկածում սրտի վրա երկարատև ցավեր էր։ Որոշենք ստուգվել։ Ստուգեցին ու անոթը փակ էր, 80%-ով փակ էր։ Հիվանդի կորոնար անոթների նեղացումները բավականին ակնհայտ նեղացումներ էին եւ վտանգում էին սիրտը, հետեւաբար վիրահատությունը ճիշտ ընտրություններ եւ առաջնահերթ ընտրություններ եւ կարծում եմ հիվանդի չվիրահատվելը այլ պատճառով, այդ թվում է ֆինանսական ընդունելի չէ լինի։ Թանկարժեք վիրահատությունը հետաձգելու կարիք չեղավ, քանի որ ֆինանսական բոլոր հարցերը լուծվեցին առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում։ Առանձնատկությունը այս տեսակ վիրահատության, ի տարբերություն ստանդարտ ստերնոտոմի կտրվածքի, նաև որ վիրահատությունը ավելի փոքր կտրվածքով է իրականացվում, հիվանդի շահույթը ավելի քիչ ցավեր ունենալ եւ ավելի կոմֆորտ ճանապարհ ունենալու հարցն է։ Ինչքան 10 օր է, որ արդեն վիրահատվել եմ, լավ եմ զգում, ճիշտ է։ Նենց չի, որ ոնց եղել է նույնն եմ, բայց կամաց ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ, որ գնալու եմ նույն տեղի առողջ ապրել։ Ապահովագրություն ավճարել, չեմ վճարել։ 2 շաբաթ առաջ կատարված բարդ վիրահատությունից մնացել է միայն փոքր սպի։ Տեսեք, ենթագիտակցական ցավը թույլ չի տալի, որ մարդը լիարժեք խորը իր շունչը քաշի։ Դրա համար փորձում ենք իմ ասած այդ շնչառական վարժությունները խորը թով շնչում ենք, բերանով արտաշնչում, որ այդ շնչառական մկանների էքսկուրսիան լավ լինի ու հեշտ չնչեք, այսինքն շատ արագ կազդուրում գնա։ Ակտիվությունը։ Տնից դուրս եկել ենք, քայլել ենք, ինչքան ենք քայլել, ինչքան շուտ հոգնել ենք։ Քայլել եմ 3 կիլոմետրի չափ, բայց չեմ հոգնել։ Հիմա դանդաղ եմ քայլել։ Դեպի արագի կողքը, հա, շատ նորմալ է այս փուլում։ Ընդհանրապես վիրահատությունից հետո առաջին այցերը շատ կարևոր են խորհրդի հետագա ապրելակերպի, տեսնում ենք հետ վիրահատական ընթացքը եւ ժամանակ առ ժամանակ արդեն հսկողության տակ պացիենտը այցելում է մեզ մոտ։ Սիրտը շատ լավ աշխատում է, իր շարժիչային, այսինքն կարևոր ֆունկցիան լիարժեք է իրականացնում։ Այսօր 70-ամյա պացիենտի արդեն առողջ սիրտը մասնագետների հսկողության տակ է։ Ընթացիկ խնդիրների դեպքում էլ հանգիստ է, քանի որ ապահովագրության օգնությամբ բոլոր հարցերը լուծելի են դարձել։ Շատ լավ էր ամեն ինչ։ Առողջություն։ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Երևանում մայիսի 4-ին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա հստակեցրել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսի խիտ եւ հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։ Բայրամովն անդրադարձել է նաեւ 2024 թվականին ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանմանը։ Նա շեշտել է Բաքվի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ սկզբունքային է եւ հստակ։ Դա Ռուսաստանի պաշտպանության նախարարության սխալն էր։ Նրա խոսքով ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնց մասին 2025 թվականի հոկտեմբերին պայմանավորվել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Տեղի ունեցածին իրավական գնահատական կտրվի եւ փոխհատուցում կվճարվի։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի մեկնող Ազալի ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 67 անձից 38-ը զոհվել էր։ Ենթադրվում է, որ ինքնաթիռին հարվածել է ռուսական հրթիռ, երբ այն փորձել էր վայրէջք կատարել Չեչնիայի մայրաքաղաքում։ Իրանը եւ Միացյալ Նահանգները Ժնևում կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը, սակայն եթե հետագայում Իրանը հրաժարվի քննարկել բալիստիկ հրթիռները, ապա դա մեծ խնդիր կառաջացնի։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Իրանը փորձում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել։ Ունի մեծ քանակությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների եւ ԱՄՆ գործընկերների համար։ Ռուբիոն միաժամանակ շեշտել է նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիվանագիտական լուծում գտնել։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն իր հերթին հայտարարել է Վաշինգտոնն ունի վկայություններ, որ Իրանը փորձում է վերսկսել միջուկային զենքի ստեղծումը, իսկ իրենք դա չեն կարող թույլ տալ։ Վենսի խոսքով ԱՄՆ նախագահը ձգտում է միջուկային խնդրի խաղաղ կարգավորման հասնել, սակայն ունի նաև այլ տարբերակներ։ Ժնևում բանակցությունների երրորդ փուլին ընդառաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր է հասնել արդար համաձայնության։ Նա կրկնել է, Իրանը միջուկային զենք չի ստեղծի, սակայն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիան օգտագործել խաղաղ նպատակներով։ Թեհրանը պատրաստ է զիջումների եւ դրա դիմաց սպասում է պատժամիջոցների չեղարկման, հավելել է դիվանագետը։ Արաղչին նաև նշել է, եթե ԱՄՆ-ն որոշի հարվածել Իրանին, ապա տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններն օրինական թիրախ կդառնան։ Ավելի վաղ ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել կողմերին համաձայնության հասնել, այլապես հակամարտությունը կարող է տարածվել Իրանի սահմաններից այն կողմ։ Չնայած սպասվող բանակցություններին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի 4 քաղաքացու 10-ից ավելի նավի եւ Իրանի հետ կապերի համար մեղադրվող 16 ընկերության նկատմամբ, որոնք գրանցված են տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում, Պանամայում, Մարշալյան կղզիներում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Ժնևում երկկողմ հանդիպմանը քննարկվելիք հարցերին, ինչպես նաև մարտի սկզբին Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախապատրաստմանը։ Զելենսկին հույս է հայտնել, որ այդ բանակցություններից հետո հնարավոր կլինի 3 երկրների ղեկավարների հանդիպումը։ Հեռախոսազրույցին մասնակցել են նաև ամերիկյան կողմի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Ըստ Axios-ի աղբյուրների Զելենսկին Թրամփի հետ զրույցում հույս է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի այս տարի։ ԱՄՆ նախագահն էլ ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի 1 ամսից։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ քննարկվող հարցերի շրջանակը հաջողվել է նեղացնել, մնացել են միայն չափազանց բարդ հարցերը։ Մարկո Ռուբիոյի խոսքով ԱՄՆ վարչակազմը շարունակում է ճնշումը Մոսկվայի վրա, նաև սպառազինություն է վաճառում Ուկրաինային։ Զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարվածի տակ են հայտնվել Կիևը, Խարկովը, Պոլտավան, Կրիվոյ Ռոգը եւ Զապորոժիեն։ Ուկրաինային ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է երկինք բարձրացրել։ Հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգերը բերվել են պատրաստության բարձր վիճակի։ Ռուսաստանն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 17 ԱԹՍ խոցելու մասին։ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր եւ կրակ բացել Կուբայի պարեկային ծառայության ուժերի վրա։ Հրաձգության ընթացքում Կուբայի ուժերը սպանել են մոտորանավում գտնվող 4 անձի, վիրավորել 6-ին։ Ըստ Կուբայի ներքին գործերի նախարարության նավը դուրս էր եկել ԱՄՆ Ֆլորիդայի նահանգից։ Դրա տախտակամածին եղել են կառավարության դեմ հանդես եկող կուբացիներ, որոնք զինված են եղել հրազեններով եւ պայթուցիկներով։ Եվս մեկ մարդ ձերբակալվել է Կուբայի տարածքում։ Ձերբակալվածների նախնական հայտարարությունների համաձայն նրանք մտադիր էին երկիր ներթափանցել ահաբեկչական նպատակներով։ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ տեղի ունեցածն առնչություն չունի ամերիկյան կողմի հետ։ Նրա խոսքով ամերիկյան կողմը կստուգի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը հետևում է իրադրությանը։ Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան այս միջադեպը համարում է Վաշինգտոնի կողմից ագրեսիվ սադրանք, որի նպատակն է սրել իրավիճակը։ Համակարգչային խաղերի վտանգների մասին հայտնի է թերևս շատերին։ Վերջերս մի խումբ մտահոգ ծնողներ այս ամենը գիտակցելով դիմել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, խնդրելով ուսումնասիրել եւ հնարավորության սահմաններում առաջարկել խնդրի կարգավորման կամ վերահսկման մեխանիզմներ։ Ստեղծել ենք միջգերատեսչական աշխատանքներում, որը ավելի մեծ շրջանակափակում, խումբը միտված է երեխաների առցանց անվտանգության եւ պաշտպանության ուղղված աշխատանքների համակարգմանը, մեջը մտնում է մեր նախարարությունը եւ խմբի ղեկավարն է մեր նախարարը եւ նաեւ ԿԳՄՍ-ն նախարարությունը, սոցիալը, առողջապահությունը, ՄԻՊ-ը, արդարադատը եւ սոցիալը։ Խնդիրը բազմաշերտ է, պնդում են գերատեսչությունում, այդ իսկ պատճառով այն թիրախավորելու, ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու համար ժամանակ է հարկավոր։ Վերջերս մտահոգություն է առաջացնում նաեւ TikTok հարթակը, իսկ խաղերից մասնավորապես Roblox-ը։ Լես պահի դրությամբ հստակ որոշում, որևիցե խաղ, որևիցե սոցիալական հարթակ այս պահի դրությամբ արգելափակելու հստակ որոշում չկա։ Մենք կողմնակից ենք ավելի խորը ուսումնասիրության, մենք աշխատում ենք աշխատանք
աշխատանքային խմբով աշխատում ենք մեր UNICEF-ի գործընկերների հետ։ Կլոր սեղան ձևաչափով կանչել ենք ծնողներին, ընդ որում գրել ենք, դիմել ենք տարբեր կարծիքներ, արտահայտած ծնողներին, բայց մեր հանդիպումը ծնողների հետ, ինչպես նաև մենք հանդիպում ենք ունեցել ու ունենում տարատեսակ հենց սոցիալական պլատֆորմների հետ, Roblox-ի հետ էլ ոչ ֆորմալ էսպես զանգենք, տեսակապով ունեցել, մեր մտահոգություններն էլ ենք հայտնել, ինքը off record, ժողովեր, այսպես ասած, ուղղակի մենք որպես նախարարություն ուղիղ կապի մեջ կարող ենք էլ ունենք այդ հնարավորությունը գտնվելու սոցիալական հարթակների on-line խաղերի ընկերությունների հետ։ Նախարարությունից հույս են հայտնում, որ համատեղ ջանքերով կգտնեն հավասարակշռված լուծումներ, չխոչընդոտելով տեխնոլոգիական զարգացմանը, բայց միաժամանակ պաշտպանելով երեխաների շահերը։ Եթե այնուամենայնիվ մեր դիտարկումները, մեր շփումները, մեր վերլուծությունները ցույց կտան, որ որոշակի կտրուկ քայլեր պետք է անել, կդիտարկենք։ Եթե ցույց տան, որ կարելի է ավելի ընդհանուր ճանապարհով գնալ, ավելի շատ տեղեկատվական արշավներ, կրթություն, թվային գրագիտություն, միգուցե այդ ճանապարհը ընտրեք, հիմա հստակ որոշում նախարարությունը չունի։ Ծնողները մտահոգված են հատկապես անչափահասների շրջանում խաղերից կախվածությունից, ագրեսիվ վարքագծից եւ ուսման նկատմամբ հետաքրքրության նվազումից։ Այս ամենի հետ համակարծիք են նաեւ պրոֆեսիոնալ խաղացողները, սակայն նրանց պնդմամբ դեռահասներին առնչվող հարցերը մեծ մասամբ ծնողների պատասխանատվության շրջանակում են։ Չի կարելի երեխային ուղակի տալ հեռախոսը կամ ուղակի գնել համակարգիչ այդ բանին զբաղացնելու համար, հետո բողոքել վատ կողմերի մասին։ Ես ամեն օր առնչվում եմ այդ խնդրի հետ։ Ես նույնիսկ որ ուղիղ եթեր եմ անում, տեսնում եմ չաթում երեխաները ինչեր են գրում։ Ու ըստ դրա ես միանգամից ամբողջ պատկերը իմ առաջա, թե ծնողները ինչքան են անտարբեր այդ երեխայի հանդեպ։ Լինելով փորձառու սթրիմեր, երիտասարդներին հայտնի Saint Hove-ը խոստովանում է, մի պահ կորցրել է ժամանակի զգացողությունը, այսօր արդեն տարանջատում է անձնական եւ աշխատանքային ժամերը եւ վստահ է, կարգապահությանը հետևող երիտասարդները դժվար թե լուրջ խնդիրների բախվեն։ Խորհուրդ կտամ ամեն ինչ անել չափի մեջ, իսկ ծնողները, եթե իհարկե հիմա երեխաներին է խորհուրդը հղվում, նաև ծնողներին խորհուրդ կտամ, որ շատ խիստ պիտի հետևեն, թե ինչով է զբաղված երեխան ցանկացած վայրում, ցանկացած պարագայում, քանի որ երեխան կարող է թե տուժվել խաղերից կամ սոցցանցերից, ծնողի անտարբերության պատճառով եւ թե կարող է հասնել մեծ հաջողությունների, նույն կիբերսպորտում կամ YouTube-ում, ինչպես ես օրինակ։ Բացասական եւ վտանգավոր լինելուց զատ համակարգչային խաղերը կարող են նաեւ դրական ազդեցություն ունենալ, զարգացնել արագ արձագանքելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, օտար լեզվի իմացությունը։ Այսպիսով, խնդիրը ոչ թե խաղն է, այլ չափը եւ վերահսկողությունը։ Անի Գրիգորյան, Սյունիք լուրեր։ «2024 եւ 2025 թվականներին Գավառի Հենրիկ Թալելյանի անվան երաժշտական դպրոցին համայնքապետարանի կողմից կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհներ են հատկացվել դպրոցում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով։ Ֆինանսական հատկացումները կատարվել են համայնքի բյուջեից։ Դպրոցը դրամաշնորհով ձեռք է բերել անհրաժեշտ գույք, տեխնիկա եւ երաժշտական գործիքներ։ Դրամադրվող գույքը, պարագաները հիմնականում միտված են ապահովելու երաժշտական ուսումնական գործընթացը, մասնավորապես օրինակ երաժշտական դպրոցի համար մենք այս տարի ձեռք ենք բերել 4 գործիքներ, որոնք անհրաժեշտ են եղել եւ ուսումնական ամբողջ գործընթացի համար եւ այն նպատակները, որ դրել է երաժշտական դպրոցը իր առջեւ ունենալ, նվագախումբ, ապահովել միջոցառումների բարձր որակը եւ մենք այդ գործիքները ձեռք ենք բերել իրենց համար։ 2024 թվականի 1.360.000 դրամ կապիտալ դրամաշնորհով դպրոցը ձեռք է բերել սառնարան, 3 գրասեղան, խոսափող, պլաստիկ դհոլ, պահարան, բազմոց, բազկաթոռ, հայելիներ եւ ջահ։ Սա լավագույն միջոց է դպրոցի կարիքները հոգալու համար, որը նաև իր երթին նպաստում է ուսման որակի բարձրացմանը։ Շնորհակալություն համայնքապետարանին, շնորհակալություն պարոն Մարտիրոսյանին, դպրոցը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ Դպրոցին դրամաշնորհային հատկացումներ են կատարվել նաև 2025 թվականին։ 700.000 դրամ կապիտալ դրամաշնորհով ձեռք են բերվել երաժշտական գործիքներ՝ գիթառ, կախոն, սաքսոֆոն եւ բազդուդուկ։ Նույն արժողությամբ էլ ընթացիկ դրամաշնորհով
երգչախմբի համար համապատասխան հագուստ եւ խոսափողի հենակ է գնվել։ Փետրվարի 17-ին թմրամիջոցապոյնի ձեռք բերելու եւ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվել քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում։ Նույն օրը Մայրաքաղաքի Ամիրյան Սարյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդուն։ Նա տեղափոխվեց համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հերոինով լցված 14 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց ավելի քան 8 գրամ։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք եւ կազմակերպությունները քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսադաշտում են։ Վարչությունում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը Մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկողային հարկում գործող գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձանց հանցավոր գործունեության վերաբերյալ էր։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալելով Երևան քաղաքի Պարոնյան փողոցում գտնվող կիսանկողային գրասենյակային նշանակության տարածքը, այն կահավորել են հատուկ համակարգչային տեխնիկայում եւ դրանցում ներբեռնված հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ կատարել նամակագրություն, ինչպես նաեւ հեռախոսազանգեր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ, որոնց առաջարկել իրականացնել բեռնափոխադրում տարբեր ապրանքների համար։ Հիշյալ գործընթացի ընթացքում ենթադրյալ հանցավոր մեխանիզմը կիրառող անձինք իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են եւ այն տեղափոխել այլ հասցե, որը հետագայում վաճառվել է տարբեր երկրներում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ խմբի տարբեր անդամներ պարբերաբար այցելել են նշված հասցե եւ գործունեության դիմաց վարձատրվել կանխիկ ԱՄՆ դոլարով։ Իրականացված միջոցառումների արդյունքում քննչական կոմիտե է ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փետրվարի 20-ին քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համատեղ դատարանի որոշմամբ Մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկողային հարկում գտնվող գրասենյակում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի թվային տեղեկություններ ենթադրյալ բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են բեռնափոխադրման գործընթացը ապահովելու նպատակով, հայտնաբերված ամբողջ համակարգչային տեխնիկան առգրավվել է եւ փոխանցվել է քննչական մարմին հետագա նախաքննական գործողություններ իրականացնելու նպատակով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համագործակցում է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։